Անցած գիշերը բավականին հանգիստ էր, չհաշված որ այսինքն եթե ասենք որ բավականին մեծ թվով մարդ էր մնացել, շուրջ 700 հոգի ոնց որ թե հաշվել էին, առավոտյան թիվը հրապարակվեց, բավականին մեծ թվով մարդիկ են մնացել, բայց բարեբախտաբար հանգիստ անցավ, որևէ բախումներ ոստիկանության հետ, որևէ արհեստական խոչընդոտներ չեղան, բացառությամբ որ երեկոյան ժամը 7-8-ի կողմերը երևի թե ստացանք ինֆորմացիա, որ այս ներքևի հատվածում քարերի ու փեդերի կուտակում կա ձեռնափայտերի տեսքով։ Ոստիկանության տեղյակ ենք պահել, ով որ տեսել էր իր հետ գնացել են, չգիտեմ արդեն միջոցներ ձեռնարկեցին ինչ արեցին, միակ փոքրիկ միջադեպը դա է եղել, որը հարթվել է։ Ընդհանուր առմամբ նորմալ է բարեբախտաբար եղել ամեն ինչ։ Այսօր օրվա մեջ տեսնում եք գնացել են տուն, հա, գիշերը մնացածները սկսել են գալ նոր ավելի թարմ ուժեր, ասենք ասենք։ Օրվա մեջ իրազեկումներ կլինենք, ինքնակազմակերպվենք, հնարավոր է նաև այսօր եւս ավտոերթ լինի, որովհետև երեք եղավ եւ ավտոերթ եւ իրազեկման երթ քաղաքում, որը բավականին մեծ արդյունք տվեց, այսինքն սկսեցինք ազատության հրապարակից մի քանի 100 քաղաքացիով, մինչև հասանք այստեղ երթի ավարտին շուրջ 2000-2500 քաղաքացի փողոցից միացել էր ու էլ չասեմ փողոցում ջակցան, հա, մարդկանց թե տրանսպորտից, թե մեքենաներից միասնականություն կար ու այդ ամեն ինչը բավականին հաճելի էր։ Այս պահի դրությամբ առայժմ այդքան է այսօրվա անելիքների հետ կապված, բայց քանի որ հարտակի բացեք քննարկումների տեսքով միգուցե լինեն լավ առաջարկներ, ինքնակազմակերպենք տեղում անենք։ Իսկ հույսեր կան։ Ինչ հույսեր ունեք։ Մենք հույս չունենք, մենք հավատացած ենք, որ հաղթելու ենք, մենք վստահ ենք։ Մինչև երբ։ Վստահ մենք գնում ենք հաղթանակի։ Այո։ Մենք այլ ճանապարհներ ոչ տեսնում ենք, ոչ էլ մտածում ենք։ Հաղթանակ ու գնում ենք դեպի դրան։